Վերջիններին կամ իմասնավորի վերջին ամիսներին, վերջին տարիներին կամ վերջին ամիսներին, որոնք լի էին բազմաթիվ ներքաղաքական զարգացումներով, վեհապարը գեթ մեկ ուղերձ չհղեց համայն հայությանը, հայրապետական վստահելի, սթափեցնող ու հեղինակավոր խոսքով կոչելով եւ կոչ անելով արդարամտության, հանգստության ու զսպվածության։ Այն էլ այնպես, որ դրանից հետո մարդիկ իրենց հարց տային, իսկ արժե ատել, եթե հնարավոր է ներել ու սիրել։ Վեհապարը լուռ էր, իսկ երբ խոսում էր, մարմնովը ծարսուր չէր անցնում, հավատը չէր պարուրում, քանի որ ինքը չուներ այն իմաստությունն ու չէր վայելում այն սերն ու հարգանքը, որը կստիպեր մարդկանց անսալ իր խոսքին։ Վեհապարի 26-ամյա վարքը հանգեցրեց նրան, որ հասարակ հայ մարդը անգամ մայր աթոռում քայլելիս ու հասկանալիս, թե ինչ է կատարվում վեհարանի շրջանում, հետաքրքրություն անգամ չէր ցուցաբերում իր կողքին ընթացող այսպես կոչված իրավական գործընթացներին ընդդեմ հոգևորականների,